Կորուստը շատ ծանր էր, ամեն վայրկյան հիշելն էլ ավելի ծանր է, բայց հանձնվել և համակերպել առավել ծանր է, դիմանալ և դիմադրել է պետք, վերջնական ազատագրվել և կրկին ազատագրել է պետք։ Կրկին խոսելու ենք Արցախ վերադառնալու ճանապարհների մասին։ Այսօր մեր նախագիծը մի փոքր տարբերվում է, որովհետև հյուրը մեկը չի, երկուսն են։ Գրիգոր Սարգսակը Ալոյանը և նրա տիկինը Կոհարը։ Գրիգորը և Կոհարը ծանոթացել են Մարտակերտում։ Գյումրեցի երիտասարդ և Մարտակերտցի աղջիկը կարողացել են շատ հիասքանչ ընտանիք կազմել։ Դրանով իսկ ևս մեկ անգամ շեշտադրել Հայաստան-Արցախ միասնությունը։ Միևնույն ժամանակ Գրիգորը նաև խորհրդանշում է եկեղեցի և բանակ կապը, պատերազմում եկեղեցականների ներգրավվածությունը։ Այդ գեղեցիկ ընտանիքի հետ մենք փորձելու ենք կրկին հասկանալ, արդյոք կռվել ենք թե ոչ, ինչու ենք պարտվել և ամենակարևորը, ինչ ենք անելու, որ կրկին վերադառնանք Արցախ։ Համար Արցախ, Հայաստան միասնությունը, բարև ձեզ, ոնց եք, Մարտակերտցի Կոհարը և Գյումրեցի Գրիգորը, հիանալի միասնություն և այսպիսի հրաշք ծնունդ, ինչ ես անվանել։ Անվանել ենք Մարիանե։ Ինչ ենք անվանել։ Անվանել ենք Մարիանե։ Անունը դրել ենք Ղարաբաղյան հին ձևով, այսինքն շշաձև է, Մարիանե վերջի անունը, որպես տիրոջ մշտական ներկայություն իր կյանքի մեջ։ Փառք Տիրոջը։ Կոհար ոնց ես Գյումրիում համակերպվել։ Արդեն փորձում եմ համակերպվել, սկզբից իհարկե դժվար էր, հատկապես տեղահանումից հետո միանգամից Երևան, հետո Գյումրի։ Դու ամենավերջի տեղահանվածն ես Մարտակերտից։ Հա, 23 թվի դեպքերից հետո ենք տեղահանվել։ Հավատում ես, որ նորից գնալու ենք հետ։ Իհարկե, եթե այդ հավատքը, այդ հույսը մարեր մեր մեջ, ապրելն անիմաստ կլիներ։ Բնական է։ Գրիգոր ջան, դու որպես բանակի սարգսակ, այ օրինակ ոնց ես գնահատում սարգսակների դերը բանակում, այն բանակում, որը մարտունակ էր, որի զինվորներ էր նաև դու։ Միանշանակ գնդերեցի ու հոգևորականի դերը շատ կարևոր է մեր բանակի մեջ։ Ավելի ամուր ու գաղափար ունեցող բանակն ավելի ուժեղ բանակ է, քան ոչ գաղափար ունեցող բանակը։ Կարող ենք լինել թեկուզ փոքրաթիվ, բայց գաղափարի դեպքում մեր ուժերը ավելի շատ կրկնապատկվեն։ Եվ հույսը, գաղափարը ու հավատը առ Աստված ամենամեծ զենքերն են, որ այս 21-րդ դարում կարող է ունենալ մարդը։ Այսինքն 21-րդ դարից էլ առաջ, բայց հիմա առավել ևս։ Դու 44-ին, դու սեպտեմբերի 27-ին արդեն Արցախում էիր, թե։ Մենք, ես 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայության մեջ էի Հոռաթաղում և մի հետաքրքիր փաստ կար, որ տեղի ունեցավ, հենց պատերազմի նախորդ օրը, շաբաթ օրը մենք կազմակերպել էինք զինվորների մկրտություն, այն զինվորների մկրտություն, ովքեր ուզում էին մկրտվել և փառք Աստծու մկրտություն տեղի ունեցավ ու 30 զինվորից ավել մկրտվեցին հենց շաբաթ օրը և կիրակի օրն էլ սկսվեց պատերազմը։ Ինչու՞ է։ Ծանր օրերին, շատ ծանր։ Այո, ասում են չկռվեցինք այդ ուտերը հետ ոնց ես
Դե գիտեք, յուրաքանչյուր բանակում ու յուրաքանչյուր պետության մեջ կան եւ կռվողներ եւ չկռվողներ։ Կան դավաճաններ եւ հերոսներ։ Մեր բանակն էլ եւ մեր պետությունն էլ մյուս պետությունների ու բանակի պես այդ իմաստով շատ չի տարբերվում, բայց մի բանով հաստատ տարբերվում է, որ կռվողները լավ կռվել են ու հերոսաբար պաշտպանել են իրենց երկիրը։ Ես այն հույսն ունեմ, որ ու հավատն ունեմ, որ յուրաքանչյուր զինվոր էլ, որ հնարավորություն լիներ, այստեղ պարտություն հաստատ չէր լինի։ Այդ հնարավորությունը ո՞րն է։ Եկի ես չհասկացա։ Ինչի հնարավորություն լիներ։ Զենքի թե կռվելու թե ինչի հնարավորություն։ Եթե թույլ տային, որ զինվորը մինչև վերջ կռվեր, կկռվեր։ Հետաքրքիր կարծիք ես, գիտես։ Այսինքն որտեղ թույլ չէին տալիս կամ ինչ հանգամանքներ չէին տալիս։ Ես շատ չեմ ուզում մտնել քաղաքական դաշտ։ Չէ, բացարձակ պետք է։ Բայց կարծում եմ, որ այդտեղ տեսնելով զինվորների համառությունը, զինվորների պատրաստակամությունը, կարծում եմ, որ զինվորներին կանգնեցնել հնարավոր չէր։ Այ ես էլ եմ միշտ այդ կարծիքին Միակ տարբերակը, որ կանգնացրել են, այդ երևի հրամանն է եղել զինվորին հրամայող, այլ Այ նոյեմբերի 9-ը իմ համար հենց դա էր, որովհետև ես այդ կարծիքին եմ արդեն համարյա 5 տարի, որ նոյեմբերի 9-ը կնկվեց ոչ թե հայ զինվորի կյանքը փրկելու համար, այլ ադրբեջանցի զինվորի կյանքը փրկելու համար, որովհետև խոշոր հաշվով ադրբեջանցին զենքով շատ ավելի քիչ տարածք է վերցրել, քան իրեն տարածք տրվել է թղթով։ Ու զենքով, որ ասում եմ, նկատի ունեմ նաև այն անկանոն նահանջը, որը նորից իրենց հնարավորություն տվեց մտնել մեր երկիր։ Այ քո ասածը հենց արդյոք դա էր, թե նաև կրվի ընթացքում կային հրամաններ, որոնք ուղղակի մեր զինվորին կաշխանդեցին։ Ես շատ հրամաններից տեղյակ չեմ, որովհետև իմ գործունեությունը ավելի շատ կոնկրետ զինվորի բարոյա հոգեբանական, գաղափարական հրամանների տաշ չեմ ուզում մտնել, ոչ էլ կարող եմ մտնել, բայց մի բան հաստատ գիտեմ, տարբեր վկայություններ ունեմ այն մասին, որ այնինչ թշնամին գրավերել էր օրինակի համար 10 օրվա, մենք հետ ենք վերցրել 1 օրվա։ Եվ նմանատիպ այլ վկայություններ, որը հստակ պատերազմի ժամանակ զինվորները վկայել են եւ ես այդ վկայությունների մասին լսել եմ ու համոզվել եմ այդ վկայությունները։ Իսկ այ բացի բարոյա հոգեբանական մասից ես գիտեմ, որ մեր սարգսակները նաև կրվի տաշտում են եղել զենքը ձեռքերին պատերազմի բոլոր թեժ վայրերում, այդ մասով ինչ կասես։ Ինքդ եւ որտեղ ես եղել եմ ընթացքում։ Ես եղել եմ ՊԲ-ի տարբեր մասերում։ Իմ առաջնորդի հովանավորությամբ եւ հրամանով մենք հոգեբանականներս այցելել ենք տարբեր զորամասեր, տարբեր հենակետեր։ Օրինակ մեր հետ էր նաեւ մեր շատ սիրելի Նարեկ Սարգսակը, մեր կնդերեսներից, ով անմահացավ այս 44 օրյա պատերազմում։ Նաև ունենք մյուս մեր Սարգսակը, Ռուստամ Սարգսակը, ճիշտ է այդ պահին որպես Սարգսակ չէր կրվում թշնամու դեմ, բայց ինքը Սարգսակ էր, այդ ժամանակ որպես զինվոր էր։ Եվ հենց զոհվելը տեղ ունեցել երկուսը միևնույն ժամանակ իրար հետ լինելով զոհվել են, նույն ժամանակ են զոհվել եւ նույն տեղում։ Իսկ ինչ մնում է կնդերեսներին եւ առհասարակ հոգեվորականներին, ասեմ, որ այդ ժամանակ պատերազմի ժամանակ միայն կնդերեսները չէին, որ այդտեղ էին, նաեւ ունենք մայրաթորից տարբեր հոգեվորականներ, որից մեկը մեր շատ սիրելի հայր սուրբը, որ մեր հայ սուրբն էլ անհետ կորածների մեջ է գտնվում։ Նաև ունենք դրսից շատ հոգեվորականներ, ովքեր եկան եւ իրենց ծառայությունը եւ հոգնությունը մատուցեցին մեր ազգին եւ մեր բանակին։ Այո, մեր եկեղեցին բանակը չի կարող անջատ լինել։ Ես ակամայից հիշեցի դիրքեր բարձրանալու աղոթքը երթումը, որը եւ միաժամանակ աղոթք էր եւ երթում չէ, ասում էր Աստծո օրհնության,
հզոր հավատքով միշտ պատրաստ մարդի։ Այդքան այդ հզոր հոգին մեր մեջ դրված էր, ինչ ես կարծում։ Լավ, ինչու պարտվեցինք։ Պես ասում ես կռվեցինք, ասում ես կար կազմակերպչական խնդիրներ, բայց միայն դա էր պատճառը պարտության, թե կար նաև այլ պատճառներ, որը մեզ տարավ պարտության։ Ես այս հարցին մի քիչ մոտենում եմ տարբեր ուրիշ տեսակետից։ Ես կարծում եմ, որ այո, այս պատերազմում, այս ճակատամարտում մենք պարտվեցինք, բայց ընդհանուր պատերազմում դեռ պարտվողներ ու ոչ պարտվողներ դեռ չկան, որովհետև պարտությունը այն ժամանակ է, երբ որ մենք էլ պայքարելու, մաքարելու որևէ իմաստ ու նշանակություն չունենք, բայց հիմա կարծում եմ, որ մենք ունենք։ Հիանալի բան է։ Մենք ունենք հիմա շատ հարցեր եւ ավելի շատ ջանք ու ճիգ է պետք գործադրել մեր նպատակին հասնելու համար։ Կոնկրետ ես եւ իմ կինը ու շատ մարդիկ եւս դուք եւս այստեղ ներկա գտնվողներս եւ հենց այս առիթը ստեղծված է դրա համար նաեւ, որ մեր պայքարը դեռ չի ավարտվել եւ մենք պայքարելու ենք ամեն կերպ աղոթքով, սրով, գաղափարով, երբ որ Աստված կամենա եւ մենք էլ արժանի գտնվենք մեր հայրենիքում, մեր հողերը էլի հետ բերելու։ Չգիտեմ, կարող է դա լինի 30 տարի հետո, 100 տարի հետո, 500 տարի հետո։ Ես ուզում հարցնել։ Ես անկեղծ ասեմ, Կովարի աչքերին որ նայում եմ, Արցախը տեսնում եմ աչքերի մեջ։ Այդ հախիտ Արցախ, ես ուզում եմ հասկանալ լավ, Կովարը տեսնելու են նորից Արցախ, ինչ ես կարծում։ Հələ ես մի Կովարը։ Ես այդ հարցին չեմ հասկանալ, տեսնելու ենք Արցախ։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, բայց դե Աստված մի հստակ բանաձև է տվել, որ կարող է Կոհարը չտեսնի, կտեսնի Մարիանեն, եթե Մարիանեն չտեսնի, կտեսնի Մարիանեի հաջորդները։ Եվ մի հստակ հավելում էլ ունեմ այս պարագայում, որ մենք մեր առաջ մի օրինակ ունենք հենց մեր Սուրբ Գրքից, երբ որ Իսրայել ժողովուրդը գտնվում էր այն անկյալ վիճակում եւ երեսերթեքում Աստծոս կողքերի էր պաշտում, ինքը միշտ հալածված, միշտ մեղանչական վիճակի մեջ գտնելով հալածված, ոչ պատիվ ունեցող ինչ-որ ցեղախումբ է, բայց երբ դառնում էր դեպի Աստծուն, Աստված իր զորքով իսրայելացիների հետ մարտնչում էր իր թշնամիների դեմ։ Ես չգիտեմ, ամեն մարդ կարող է այս հատվածը յուրովի հասկանալ, բայց հստակ ասեմ, որ մենք եթե դառնանք դեպի մեր հավատքը, մեր ակունքը, մեր եկեղեցին, Աստված հստակ մարտնչելու է մեզ հետ, մեր կողքին, մեր թշնամիների դեմ։ Արկածություն։ Այն նորից վերադառնալով նույն հարցին, բոլոր դեպքերում ինձ հետաքրքիր է այ բանակը որպես այսպես կռիվ տվող մարմին, ինքը իսկապես հոգևորի կարիք ուներ, ինքը իսկապես հոգևորականների ներկայությունը զգում էր։ Այդ որպես եւ ծառայած մարդ, եւ որպես նաև պատերազմին մասնակցած մարդ, ինչ ես ասում։ Ամենաառաջի հերթին հստակ կասեմ, որ շատ ուներ ու շատ մեծ կարիք ուներ եւ հիմա էլ կարիք ունի հոգևորականների ու Աստծո խոսքի, բայց մի բան էլ ասեմ, որ կարող է հիվանդը չիմանա օրինակի համար, որ ինքը հիվանդ է, բայց ինքը բուժման կարիք ունի։ Այս պարագայում եւս օրինակ կարող է շատերը իմաստ չգտնեն կամ ինչ-որ այլ տարակարծություններ ունենան, բայց միանշանակ հոգևորականի ու Աստծո ներկայության ու Աստծո խոսքի կարիք ունի։ Մենք մեր պատմությունից էլ շատ դեպքեր ունենք, երբ որ հոգևորականը կողքի, ոչ թե շատ դեպքեր ունենք, այլ ես կարծում եմ, որ ինչքան տեղյակ եմ, որ այդպիսի դեպք չի եղել, որ հոգևորականը չլինի իր բանակի եւ իր ազգի կողքի։ Դե, բայց օրինակ դες հիմա ասում եմ, որ պետությանը եկեղեցին նաև խանգարում է, այլ եկեղեցի է պետք, բարեփոխված, ավելի չգիտեմ, ընկալելի, ավելի կառավարելի, բայց օրինակ նաև մենք տեսնում ենք, որ շատ պետություններ, որտեղ հոգևորը շատ ավելի բարձր է կանգնած,
ավելի լավ է ստացվում։ Այ Հայաստանին ինչպիսի պետություն է պետք, Հայաստանին ինչպիսի ապագա բանակ է պետք, որովհետև մի օր ինչպես եւ դու ասացիր, Աստծո կամոք նորից հետ ենք գնալու, բայց կարևորը որ մենք էլ չէ հիմիկվանից մտածենք թե ինչպիսի պետություն ենք կառուցելու, որը մեզ թույլ կտա վերադառնալ։ Գիտեք ինչ կա, նախ այն պետության ակունքներում, որտեղ որ հոգևորը եւ գաղափարը կանգնած չէ, այդ պետությունը որպես մի խումբ կամ այսօրվա օրով լավ ապրելու խումբ այդպես չի կարող երկար գոյություն ունենալ, որովհետև ժողովրդին եւ բանակին եւ ազգին միայն առաջնորդում են հավատքն ու հենց որ սկզբից ասացի գաղափարախոսությունը։ Այդ լավ ապրելու բանաձևը ո՞րն է։ Ես չգիտեմ, իմ համար ասում են գներես, ասում են լավ ապրենք, օրինակ ես հիմա շատ վատ եմ ապրում։ Որովհետև ես բարդված եմ եւ այդ բարդությունը ինձ թույլ չի տալիս որ ես լավ ապրեմ։ Առօրյա ուրախություններ կան, երեխաներ, լինք բաներ կա, որը առաջին հայացքից թվում է թե դի երջանկացնի, բայց օրինակ ես երջանիկ չեմ։ Այդ երջանիկը, որ ասում են հասարակությունը երջանիկ, երջանկությունը որտեղ է, դա եմ ուզում հասկանալ։ Ինչ որ նկարագրեցիք, կարծում եմ որ ինչքան էլ ձեզ խանգարում է, բայց այդ շատ լավ մտորումներ են եւ զգացողություններ են։ Այդ նույն օրինակը բերեմ, երբ որ մարմինը ցավ է զգում, նշանակում է դեռ կենթանի է։ Այն դեպքում, երբ որ ցավ չզգանք, կարելի է արդեն մեծ անհանգստություն ունենալ այդ դրա վերաբերյալ։ Ես կուզենայի, որ մեր յուրաքանչյուր հայ ունենար այս ցավերը ու կարծում եմ մեծամասամբ ունեն։ Ու այս ցավն է դրթելու, որ դեպի առաջնորդելու, որ մենք կարողանանք այն վերքերը, որ մեր վրա բացված են, բուժվեն եւ սպիանան ու մեզ ավելի առողջ դարձնեն։ Այս բոլոր դեպքերում ասում եմ որ հոգեվորականներն ընդհանրապես կերուն օգուտ չեն տվել։ Այ ոնց է այդ ընդդումներին վերաբերվում։ Կարծում եմ այն մարդիկ, ովքեր այդպիսի արտահայտություններ են թույլ տալիս, կամ իրանք ներկա չեն եղել, կամ էլ մի քիչ սև ակնոցներով են նայում այս հարցին։ Կարող եմ իմ օրինակից բերել եւ իմ շատ գնդերեց ընկերների օրինակ այն հատվածներում շատ էին խփում, որտեղ որ սնարյադներն էր, որտեղ որ զինապահեսներ ու շատ դեպքերում լինում էր այն հանգամանքը, որ պետք է գնայինք լիցքավորեինք կամ այն մեքենան կար, որը պիտի բեռներ եւ տանեին այն հատվածը, որ պիտի լիցքավորեին եւ կրակեին։ Տարբերակար, որ մի պահ եկա, որ ոչ մեկ չգնաց, անընդհատ խփում էին։ Ես էլ ասացի, որ չէ, եթե այս պահին չէ, ուրեմն էլի էր։ Այդ ամենասկզբի պահերն էր հələ որ հակային բրոնիկա, չգիտեմ որտեղ ես գտա, իմն էլ չէր, գետնին դրված էր։ Վերցի հակային բրոնիկա, այնքան սիրուն եղավ, կասկես դրեցի, սենց կապայի շորով, բրոնիկով, կասկով ու գնացի, առաջ գնացի։ Դե տղեկը տեսան, որ գնում են սարկավակ կանգնի, վտանգավոր է սպասի կոնե, ասի դե տղեկ տարբերակ չկա, կամ գնում ենք, կամ ինչ պիտի անենք։ Ու դե իմ հետևից դրանից առաջ շատերը կանգնած էին, ծխում էին իրանց համար, մոբեր, կամավորներ, բան, այդ որ տեսան միանգամից ամբողջ հետևիցս եկան, մենք գործը որ պիտի անեինք, օրինակ մի 10-15 րոպեով արեցինք, մի 5 րոպեով վերջացավ։ Այդ տարբերակը կա, որ գնդերեցները, բայց հենց այդ տարբերակը գնդերեցի ամենափոքր արած գործն է։ Իսկ ամենամեծ արած գործը, որ գաղափարապես եւ հոգեպես ինքը իր զինվոր ընկերների, մարտակից ընկերների կողքն էր։ Հանգացած լավ գործի սկիզբը հենց գաղափարն է։ Որ ջան, ինչ ես կարծում։ Այդ գնալու ենք էլի։ Պիտի ամեն ինչ անենք, աշխատենք ամենօրյա աղոթքով, գործով պատրաստվենք վերադարձին։ Առանց Արցախ Հայաստան չի կարող լինել։ Բարդադիր գնալու ենք։